250 նոր էլեկտրաավտոբուսների գնումը 18 մետրանոց մեր շարժակազմի ռազմավարական ծրագրի մեր շարժակազմի ամբողջական եւ վերջնական համալրումն է փաստացի, այսինքն մենք դրանից հետո գրեթե ունենք միայն խնդիր թարմացման, որովհետեւ այս 250 18 մետրանոց ավտոբուսներն են, որ պակասում են, որոնք պետք է գան փոխարինելու նախկին մեր հիգերներին եւ ինչպես նաեւ այդ նոր Gazelle City մեր միկրոավտոբուսներին, որոնք որ բարբերաբար նաեւ տեխնիկական խնդիրներ են ունենում եւ սրանով մենք ոչ միայն լուծում ենք մեր հանրային տրանսպորտի մասնավորապես ավտոբուսների շարժակազմի ամբողջական հարցը, այլ նաեւ լուծում ենք որոշակիորեն օդի աղտոտվածության խնդիր եւ 250 էլեկտրական ավտոբուսները իրենք էականորեն, ոչ թե էականորեն, այլ զրո ազդեցություն ունեն օդի որակի վրա։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ ռազմավարությանը, մենք վերջերս ունեցել ենք քննարկում կառավարությունում, վերջերս ասելով դա օգոստոս ամսվա վերջն էր, որտեղ որ որոշումներ ունենք որոշակի, դեռ վերջնականացված չի, բայց ունենք ընդհանուր առմամբ մի տրամաբանություն, որ հնարավորինս փորձելու ենք էլ ավելի խրախուսել էլեկտրական մեքենաների, էլեկտրական տրանսպորտի ավելացումը քաղաքում եւ փոխարինումը նախկին ներքին այրման շարժիչով մեքենաների, որովհետեւ գիտեք մենք ձմռան ամիսներին Երևան քաղաքում ունենք որոշակի խնդիրներ օդի որակի հետ կապված։ Այդ խնդիրների մի մասը նաև գալիս է մեր ավտոմեքենաներից, որոնք որ շահագործվում են եւ մասնավորապես ավտոմեքենաներից, որոնք որ հնացած են, չգիտեմ, ունեն տարատեսակ խելացի լուծումներ, օրինակ կատալիզատոր հայերեն չգիտեմ ոնց է, կատալիզատորն է հեռացված եւ այդպես շարունակ եւ իրականում այդ տեսակ ավտոմեքենաներից մենք կրում ենք շատ մեծ վնասներ, իսկ նամանավանդ ձմռան ամիսներին դա արձանագրվում է նաեւ մեր 160 օդի որակի չափիչ սարքերով։